նշում ենք, որ կա թալան, մենք ուզում ենք համաձայնել ձեզ հետ, մենք ուզում ենք, որ գտնեք այդ մարդկանց և օրենքի ամբողջ խստությամբ պատժեք, բայց ինչ է անում իշխանությունը։ Իշխանությունը, երբ որ արցախցիները ներկայացնում են իրենց հստակ կարիքները, իրենց հստակ խնդիրները, ասում են գնացեք ձեր թալանչիներից պահանջեք։ Խնդրում եմ ցույց տվեք այդ թալանչիներին և ուղարկեք համապատասխան մարմնի ներկայացուցիչներին, այդ մարդկանց առգրավեն, չգիտեմ, պատժեն, թալանը հետ վերադարձվի, ինչպես իրենց նախընտրական քարոզարշավում էին ասում։ Ես չգիտեմ ինչն է փոխվել, որ հասարակ քաղաքացում ուղարկում են ինչ-որ թալանչիների բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու, եթե սա երկիր է, ինքն էլ ինչպես իրենք են սիրում ասել ժողովրդավարության բաստիոն, ապա խնդրում եմ, գնացեք ձերից նշած թալանչիների հետևից, եթե իհարկե դուք այդ թալանի մաս չեք, և հենց միակ պատճառն էլ դա է, որ մինչև հիմա թալանչիներ ասված ինչ-որ օդային խոսք է, այլ ոչ անուն ազգանուններ, այլ ոչ քրեական գործեր և ոչ բանտ։ Ամեն դեպքում մենք գիտենք ինչ նպատակով է սա արվում, սա էլի ևս ատելության այդ արկղի մեջ ևս մի կաթիլ, ևս մի բան ավելացնելու համար է, որ տեսեք, թալանել են, հիմա եկել են մեզ են ուզում թալանել և այլ, այսինքն այս ամբողջը ատելության խոսքի շրջանակներում է։ Մենք Արցախի և Հայաստանի հանրություններս, մենք ազգությամբ հայերս նշում ենք, որ մեզ համար ձեր ատելության քարոզը ոչ մի նշանակություն չունի և այդ նպատակով քաղաքական ակցիա ենք անում և ձեր այդ ամենազզվելի օրինակները պետական պաշտոնյաների կողմից ֆիքսված այս թղթի մեջ է և որպես մեր արձագանքը դրան մենք պարզապես փուչիկի նման այն վերև ենք բարձրացնում և ասում, որ սա մեզ համար ոչ մի բան չի նշանակում։